լրագրող եմ, խնդիր չկա, իմ ձեռները կարող եք տանել հետև, Վարձանակ։ Այո։ Մուտքը ազատ է, մյուս կողմից կարող եք վարձանալ, այո։ Իսկ այս կողմից։ Այս կողմից ոչ։ Կարող է գալ քային միջոցառում, այս կողմից մարդիկ վարձանում մասնակից են միջոցառմանը։ Մյուս կողմից Մեկ իսկ են կողմից բոլորիս համար, մուտքը բաց։ լրագրողների համար զոնա կա։ Գնանք, բայց լրագրողն էլ է, չէ, Հայաստանի Արդեն հարցազրույց եք վերցնում։ Չէ, հարց եմ տալիս։ Զոնակա ստեղ է զոնայում սպասեք ձեր գործողություններն Մեկ իրականացնել։ ինչպես է սահմանվել այս զոնան։ Դիմեք կառավարության լրատվական։ Կառավարության լրատվականը 3 ճշտել են, ասել են որևէ սահմանափակում չէ։ Այդ արդեն ձեր խնդիրն է կամ իրանց խնդիրն է։ Դե տարածքի ճշտում կանեք, էլի սահմանափակում չկա, ստեղից նկարել եք։ Կարող է դրա հետ։ Պարզապես իրադարձությունը վերևում է տեղում։ Նորից կրկնեմ, դիմեք լրատվական։ Կներեք, կանգնում եք այս կողմ, սահմանված վայր կողմ։ Միքայլենկոն ինչ է։ Այդ մեն այլ են այդ զոնը, էլի։ Իրանց համար է։ Քիչ բան։ Այս բախշը սամ։ Պետք է սպասել դա բանում լրագրող։ Այն հիմա լրագրող։ Ինչև այդ լրագրող, չէ՞։ Ես լրագրողի դեպի լրագրողին ինձ լրագրող։ Հարգելի դիտողներ, Ֆակտոր TV-ն ուղիղ հեռարձակում է իրականացնում Եռաբլուր զինվորական Պանթեոնից, նշեմ, որ այսօր առաջին անգամ հունվարի 27-ը Հայաստանում նշվում է որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Քիչ առաջ ժամանեցին այստեղ Հայաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ ինչպես արդեն ձեր կադրերից տեսնում եք, լրատվամիջոցները տարբեր պատերազմական գործողությունների ժամանակ հանուն Հայաստանի Հանրապետության զոհված անձանց հիշատակի օրվա պաշտոնական արարողությունը լուսաբանելու հնարավորություն չունեն, մի քանի մետր հեռավորության վրա տեղի ունենում պաշտոնական արարողակարգ, սակայն լրագրողներին թույլ չեն տալիս բարձրանալ այնտեղ։ Անվտանգության աշխատակիցները փոխանցեցին, որ լրագրողների համար նախատեսված սահմանը սա է, սակայն նկատենք, որ այստեղից հնարավոր չի լինում ֆիքսել ոչ մի բան, բացառությամբ պաշտոնյաների ավտոշարասյուները։ Հունվարի 27-ը հիշատակի օր սահմանվեց իշխանության ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի ու Հայաստան խմբակցությունից հեռացած Գեգամ Նազարյանի առաջարկած օրենսդրական փոփոխությունների հիման վրա։ Այսօր կհարգեն տարբեր տարիների ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհածների հիշատակը։ Հունվարի 27-ը այս տարվանից ոչ աշխատանքային օր է։ Վաղը արդեն Հայաստանի Հանրապետությունում կնշեն Հայաստանի բանակի կազմավորման օրը։